24 թիմին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Արցախի ազգային ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր Արդարություն եւ Վերադարձ հասարակական կազմակերպության նախագահ Մետաքսե Հակոբյանը։ Բարև ձեզ Տիկին Հակոբյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Հունիսի 20-ին տեղեկացանք, որ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում եւ նաեւ պատգամավորներին էին հրավիրել հարցաքննության, այդ թվում նաեւ Դավիթ Գալստյանին, նաեւ Սամվել Շահրամանյանի մասին խոսակցություններ կար։ Ի վերջո ինչ էր կատարվել։ Գիտեք, ես կարծում եմ, որ այս իշխանությունները արդեն ամեն ինչ շատ ավելի բաց են անում, քան մենք կարող ենք պատկերացնել եւ դեռևս մենք շարունակում ենք այդ բաց խաղալու իրենց այդ քայլերը փորձել ավելի խոր ուսումնասիրել, բայց ավելի պարզ է, քան ըստ էության այդ օրը քաղաքը եւս պարալիզացված էր, ամենուր ոստիկանական զորքեր էին, դե դրանով կարելի էր չափել այն վտանգը, ինչի համար Հայաստանի Հանրապետության վարչապետը մեկնել էր Թուրքիա։ Այսինքն հենց իրենց պահվածքով ցույց տվեցին այն վտանգը, որը դեռևս մենք տեսնելու ենք ու հասկանալու ենք ինչ տեղի ունեցավ այդ այցի իմաստը որն է։ Ցուցադրությունը որն էր այդ ամենի կարծիքով նաեւ։ Տեսեք, նախ ցուցադրական բնույթներ այնուամենայնիվ կարծում եք։ Ցուցադրական չէր, ինքը հենց շատ այսպես տեղին արված էր, այսինքն ի նկատի ունեմ այն, որ շատ լավ հասկանում էր իր այցը ինչ նշանակություն է հետագայում ունենալու Հայաստանի Հանրապետության համար եւ վարչապետը Հայաստանի Հանրապետության երևի ավելի այսպես պատրաստված էր հույս ունենալով, որ ոչ թե հույս ունենալով, այլ հաշվարկ ունենալով, որ միգուցե ընդվզում կլինի այդ առումով։ Եվ այսպես իրենք էլի իրենց անվտանգությունը երաշխավորել, իրենց իշխանությունը պահելու համար գնացին նման քայլերի եւ իհարկե տարօրինակ չէր, որ այսպես զրույցի հրավիրվածների, ինչպես իրենք էին ասում, որովհետև որևէ կերպ չձևակերպվեց որևէ ձերբակալություն եւ ըստ էության, երբ մարդկանց մասին ուղղակի ժամեր շարունակ տեղեկություն չկար եւ փորձում էր ոստիկանական բաժանմունքներից ճշտել, որևէ ինֆորմացիա չկար, որովհետև գրանցված չէին այդ մարդիկ որևէ ոստիկանական բաժանմունքում։ Ովքեր էին կանչվել հարցաքննության։ Մեր կուսակցությունից կային անդամներ, երիտասարդներ, որոնց այսպես չակերտավոր զրուցելու էին հրավիրել, նաև մեր խմբակցության ղեկավարի Դավիթ Գալստյան։ Ոստիկանություն էին հրավիրել։ Այո, ոստիկանության աշխատակիցներ էին, եթե չեմ սխալվում եղել։ Եվ գիտեք, ամբողջ խնդիրը նրանում է, երբ հետո մենք իհարկե բոլորի հետ հերթով զրուցել ենք, հանդիպել ենք, ամբողջ խնդիրը նրանում է, որ նպատակը մեկն է եղել վախեցնել։ Ուղղակի վախեցնել կամ չխաբել այդ վախը, ինչքանով են վախեցած այս մարդիկ կամ ինչքան մինչև որտեղ հնարավոր է վախեցնել։ Ուղղակի իրենց հաշվարկներում հաստատ սխալվել են այն առումով, որ գոնե Արցախից բռնի տեղահանվածներին վախեցնելը դա միցակ ծիծաղելի է։ Մենք բազմիցս նշել ենք եւ խմբակցության ղեկավարը Դավիթ Գալստյան եւ մենք բոլորս, մենք մեր վախերը թողել ենք Արցախում, մենք տեսել ենք ամենասարսափելին, անցել ենք ամենասարսափելի միջով ինչ կարող է ավել լինել, որը կվախեցնի մեզ, այն էլ այս իշխանությունների կողմից։ Այն պարագայում, երբ մենք որևէ հանցագործության հաշվարկ չունենք արած, առավել ևս որևէ հակաօրինական քայլ չենք պատրաստվում երբևէ կամ չենք հաշվարկել անել։ Այսինքն մեր բոլոր քայլերը միտված է մեր իրավունքների պաշտպանությանը, մեր հայրենիքի պաշտպանությանը, ի վերջո մեր նպատակի ճանապարհով գնալուն դրա իրականացմանը։ Այսինքն այստեղ որևէ հանցագործություն լինել չի էլ կարող, որ իրենք կարողանան որևէ այլ, եթե իհարկե հորինած ինչ-որ բաներ չլինեն։ Իսկ ինչ էին հարցրել, որովհետև տեղեկություններ կար, որ հարցրել են, եթե գործողություններ լինեն փողոցային, արդյոք դուք կմասնակցեք եւ այլն։ Նմանատիպ հարցեր, ինչ էր հարցեր, այո, նմանատիպ մենք այդպես անկեղծ որ ասեմ, մենք մանրամասն չենք էլ քննարկել, որովհետև անիմաստ ենք համարել, շատ լավ հասկանալով եւ նպատակը եւ արդեն այստեղ թե ինչ բառեր, ինչ նախադասություններ ասվել կարեւորել չի, բայց այո, ընդհանուր առմամբ այդպիսի որ անկարգություններ լինի, դե բնականաբար ինչպես կարող է մեր խմբակցության ղեկավարը օրինակ ինչ-որ անկարգությունների կամ խուլիգանության մասնակցել, այդ հարցը նույնիսկ ինչ-որ աբսուրդ է, իրենք իրենցով են չափում, միգուցե իրենց պատգամավորները կամ իրենք սովոր են, իրենք անցել են այդ ճանապարհը խուլիգանություն անելով զավթել իշխանություն։ Դա մեկ
Երկրորդը փորձել են հասկանալ, եթե ինչ-որ հավաքներ լինեն, միտինգներ լինեն, կմասնակցեն, թե ոչ, դա էլ է աբսուրդ, հարց իհարկե ես կարծում եմ, որ մեր հայրենիքի պաշտպանության համար, մեր իրավունքների պաշտպանության համար իհարկե ի վերջո պիտի հարցնել իրենք չեն գոռում գոչում, որ մենք ժողովրդավար երկիր ենք եւ ժողովրդավար պետություն ենք, հետեւաբար թե հավաքները, թե միտինգները, թե չգիտեմ բողոքի ակցիաները, դրանք ես կարծում եմ ժողովրդավար երկրի համար պիտի նորմալ երևույթ լինեն եւ դրանից իրենք պիտի չանհանգստանան եւ որևէ կերպ առավել եւս չխոչընդոտեն։ Այնպես որ կարծում եք, որ հարգելիչ նշանակություն ունի, նպատակներ ուներ այս ամեն ինչը։ Գիտեք, ամենայն հավանականությամբ իրենք մտածում էին, որ լինելու են ինչ-որ ընդվզումներ կամ ինչ-որ պատրաստված գործողություններ, ցավոք սրտի։ Հա, ես այսպես պարզ ասում եմ, ցավոք սրտի չկար պլանավորած որևէ բան, եւ իրենք ուղղակի փորձել էին այդ կերպ վախեցնել եւ գոնե երկար ժամանակով հեռացնել դա, բայց դրանից 2 օր հետո մենք բոլորս ուխտագնացությանն ենք մասնակցել ոտքով դեպի Էջմիածին, այնպես որ դա էլ իր հերթին այդպես բողոքի ակցիա էր, ցուցադրություն էր, պաշտպանություն կամ հենց եկեղեցու մեջ լինելու ցուցադրությունն էր, նաեւ ի աջակցություն Սամվել Կարապետյանի, այնպես որ որևէ կերպ դա չէր կարող վախեցնել կամ մարդուն իր նպատակից հետ պահել։ Իսկ Սամվել Շահրամանյանը ինչու է այդքան հարցակնվում եւ ըստ մամուլի տեղեկությունների նաեւ հնարավոր է կալանավորվի։ Գիտեք, ես անկեղծ ասած բավականին երկար ժամանակ չեմ տեսել պարոն Շահրամանյանին, կոնկրետ իրենից որևէ հարց չեմ ճշտել, երևի ճիշտ կլինի ինքը պատասխանի այդ հարցերին, իսկ ինչքանով տեղեկացված եմ կամ փաստաբանի խոսքից, այդ վարույթով դեռ հրապարակման ենթակա չի, ինչ վարույթի շուրջ որ հարցաքննվում է, բայց այդ ակնարկներից հասկանալի է դառնում, որ 2023-ի սեպտեմբերի 19-ի մասով, ինչքան հասկացա, այդ հայտարարության մասով որ ընդունվեց, չեմ կարող ասել կոնկրետ, բայց այդ օրերի մասով է ինչ որ գնում հարցաքննությունը եւ ըստ փաստաբանի նաեւ վկայի կարգավիճակում է պարոն Շահրամանյանը, այլ տեղեկության չեմ տիրապետում, առավել եւս որ կալանավորման նամանավանդ որ անընդհատ փաստաբանը ասում է, որ վկայի կարգավիճակում է, հետեւաբար որևէ մեղադրանք չկա։ Նախորդ անգամ մեր տաղավարում զրուցելիս դուք ասացիք, որ նաև քննարկվում է նախագահի ընտրության հարցը, այդպես էլ ընտրություն տեղի չունեցավ, այսինքն կարող ենք ասել, որ Արցախի հանրապետությունը այլևս նախագահ չունի եւ չի կարող ունենալ, միայն հանրաքվեի միջոցով է հնարավոր դա անել։ Ինչպես այդ դեպքում։ Ոչ, այդպիսի բան չկա։ Օրենքը թույլ է տալիս։ Շարունակում ենք, այո, նախ սահմանադրության համապատասխան փոփոխությունները հնարավորություն են տալիս, երկրորդը մենք դեռևս շարունակում ենք ամենօրյա ռեժիմով եւ ակտիվ քննարկումներով, որովհետեւ եկեք ընդունենք, որ մենք ֆորս մաժորային իրավիճակում ենք հիմա եւ վերջերս նաեւ ազգային ժողովի հայտարարություն եղավ այդ մասով, այո, այս ընթացքը եւ օկուպացիան եւ բռնի տեղահանությունը, այնուհետեւ Հայաստանի իշխանությունների ճնշումները, ինչու՞ չէ նաեւ այն վտանգները, որ կախված են Հայաստանի Հանրապետության գլխին եւ եկեք ընդունենք, որ մեզնից որևէ մեկը ինֆորմացիայի չի տիրապետում իրական, այնպես չի որ իշխանական թևում բոլորն են տիրապետում, ընդհանրապես մի քանի մարդ է, որ իրականում գիտի ինչ է կատարվում կամ ինչ վտանգներ կան, ինչ չափի են ավելի շուտ այդ վտանգները Հայաստանի Հանրապետության գլխին եւ հետեւաբար մենք որևէ կերպ այսպես արկածախնդրության նախ չենք փորձում գնալ այդ առումով եւ երկրորդ ինչ վերաբերում է նախագահ ինստիտուտին, ես ուզում եմ անպայման ասել, որ նախագահ ինստիտուտը կա, որևէ կերպ ինքը չի չեղարկվել, չի վերացել եւ ըստ սահմանադրության նախագահի լիազորությունները կատարում է ազգային ժողովի նախագահը Աշոտը Դանիելյան, իսկ այս փուլում դեռևս գնում են այդ քաղաքական քննարկումները, ինչու, որովհետեւ մի տեսակ խելամիտ չէ եւ ծիծաղելի նույնիսկ կլինի, եթե խորհրդարանում ներկայացված 5 քաղաքական ուժերը ինչ որ ամեն մեկը թեկնածու բերի եւ փորձեն ինչ որ ասես կլասիկ քաղաքական միջավայրին համապատասխան ընտրություններ անցկացնել։ Հետեւաբար մեր քննարկումները գնում են նրա շուրջ, որ մենք ունենանք միասնական նախագահի թեկնածու, այսինքն կոնսենսուսով լինի այդ ամենը, բայց մայիսից այդ քննարկումներն ընթանում են, ինչու այդքան ձգվում։ Ես կրկնեցի, որտեղ մենք իրականում գտնվում ենք ֆորս մաժորային իրավիճակում, այնպես չի որ ունենք այսպես չէ ներքին հակամարտություն գոյություն ունի, իհարկե կան
իրավիճակներ, որտեղ չկա կոնսենսուս կամ չենք կարողանում իրար հասկանալ, բայց դա կրիտիկական չի եւ ի սկզբանե նաեւ ասեմ մեր խմբակցության դիրքորոշումը մենք դեմ ենք եղել այս ամենի ինչը որ տեղի է ունենում եւ մենք անպայման պահանջել ենք անընդհատ որ պիտի անցկացվեն ինչ իրավիճակ է լինի այդ ընտրությունները, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ոչ առաջին, ոչ երկրորդ քաղաքական ուժ ունենք խորհրդարանում, երրորդ քաղաքականն ենք այդ առումով, այսինքն քաղաքական բարոյականությունից ելնելով առաջարկել ենք, որ պիտի այո անպայման տեխնացու առաջադրի նախ ամենամեծ թվով խմբակցությունը այն է Ազատ Հայրենիք ԿՄԴ խմբակցությունը, հետո երկրորդը միասնական եւ անկեղծ ասած առայսօր սպասում ենք իրենց որոշմանը, որպես այդպեսին իրենց հայտարարությունը այդ մասով, որը առայսօր չկա։ Եվ այդ այդպես էլ չլինի, այդ դեպքում ինչ է լինելու։ Այդպես չի կարող անverջ իհարկե շարունակվել, որովհետեւ հիմա այն ինչ որ տեղի է ունենում, ինչպես եւ ասացի, այդ քաղաքական խորհրդատվությունները անընդհատ ամենօրյա ռեժիմով շատ այսպես ինտենսիվ հանդիպումները պիտի բերի նրան ի վերջո, որ կամ մեծ խմբակցությունները պիտի բերեն իրենց տեխնացուին կամ հայտարարեն, որ իրենք չունեն տեխնացու, հետեւաբար իրենք հակված են այլ խմբակցությունների բերած տեխնացուի շուրջ քննարկումներ անցկացնելու։ Այսինքն այլ տեխնացու եք դուք փնտրում ոչ թե Սամվել Շահրամանյանի նշանակիչներից։ Նորից եմ կրկնում, խնդիրը այստեղ անձը չի, ոչ էլ առավելևս Սամվել Շահրամանյանն է, եթե մեծ խմբակցությունը կառաջադրի կամ արդեն հանդիպում ունեցած կլինի պարոն Շահրամանյանի հետ կունենան համաձայնություն կամ նույնը կանի երկրորդ խմբակցությունը, մինչև մեզ հերթը հասնելը մենք որևէ խնդիր չենք տեսնում։ Այնուհետև դրանից հետո շատ կարճ բնական է կլինեն այդ քաղաքական կոնսուլտացիաները, ինչի արդյունքում ըստ էության մեկնաբանվեց, որ սա նահանջ քայլ էր եւ ամեն դեպքում ճնշումները, որոնք կան Սամվել Շահրամանյանի նկատմամբ, իր ազդեցությունը թողել են եւ հենց ինքն էլ չի ցանկանում, որպեսզի առաջադրվի։ Նահանջ քայլ մասամբ կդիտարկեմ, որ այո, այսպես արագ կողմնորոշումը տեղի չունեցավ իմ նշած հանգամանքների, պատճառով Սամվել Շահրամանյանի մասով չեմ կարող որևէ բան ասել, անկեղծ չեմ կարող ասել, երևի այդ հարցին ինքը պիտի պատասխանի, նորից կրկնում եմ, առիթ էլ չի եղել, որ տեսնեմ, հանդիպեմ ու ես կարողանամ այդ հարցը օրինակ ուղղել, ամեն դեպքում իր Բայց ինքը ցանկություն ունի առաջադրվելու։ Չեմ կարող ասել, Բայց եթե քննարկումը չգիտեք, ինքը ցանկություն ունի առաջադրվելու։ Նախորդ անգամ ընտրություններին սեպտեմբերին, 2023-ի Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո ըստ էության չի բարձրաձայնվել, բայց Ազատ Հայրենիքի առաջադրած տեխնացուն է եղել պարոն Շահրամանյանը, այնուհետև մենք բոլորս հակված ենք եղել կոնսենսուսային նախագահ ունենալու եւ դեմ չենք եղել պարոն Շահրամանյանին, որպես նաեւ մեր տեխնացու առաջադրելու։ Արագ կարճ այդպես հանդիպումներից կարճ ծրագիրը այդպես կարճաժամկետ լսելուց հետո մենք եւս հակված ենք եղել պարոն Շահրամանյանին որպես տեխնացու առաջադրելու եւ այդպես 4 խմբակցություն հիշում եք միացավ եւ կոնստիտուցիային տեխնացու որպես առաջադրեց պարոն Շահրամանյանին, հետո ընտրվեց պարոն Շահրամանյանը։ Այսինքն մենք այդ խնդիրը չունենք նաեւ հիմա։ Եթե նորից եմ կրկնում, ըստ էության նաեւ իր ցանկության է թողնված։ Ես կարծում եմ, որ կոնսուլտացիաների արդյունքում, մեծ խմբակցությունների, երբ որ հերթը նոր կհասնի մեզ, այո, միանշանակ բռնությամբ որևէ մեկին չես կարող իհարկե որպես տեխնացու կարգել, պիտի լինի արդեն համատեղ որոշում այդ առումով։ Հիմա սպասում եք, որպեսզի մեծ խմբակցությունը իր դիրքորոշում արտահայտի։ Այո, դրա համար տրված է ողջամիտ ժամանակահատված եւ այդ ողջամիտ ժամանակահատվածը այնպես չի, որ դա ամիսների մասին է խոսքը օրերի մասին է։ Այս մի քանի օրերի ընթացքում պետք է այո, որոշում, իրենք որոշում ասեն, ի վերջո խորհրդարանում թեկուզ փոքր կա եւս 3 խմբակցություն, ընդդիմադիր ուժերը դեռևս 2020-ից հետո ձևավորված եւ հետեւաբար հնարավորություն կա նաեւ որ մյուս խմբակցությունները առաջադրեն եւ դառնա հենց մյուս խմբակցությունների առաջադրած տեխնացուն կոնսենսուսային տեխնացու, Հիմա այս առումով ճնշումներ կան ձեր վրա, թե ոչ, որովհետեւ իշխանությունն ասում է պետության մեջ պետություն եք ուզում ստեղծեք, վտանգներ եք ստեղծում Հայաստանի Հանրապետության համար եւ այլն, եւ այս հարցաքննություններն էլ, որոնք իրականացվում են Սամվել Շահրամանյանի նկատմամբ
այս սերիայի մի մասն են կարելի ասել։ Գիտեք, այդ ճնշումները մի տեսակ արդեն սովորական են դարձել այն առումով, որ դրանք նոր չեն սկսվել, ոչ էլ տեղահանումից հետո են սկսվել։ Դրանք շատ ավելի լկտի ու ցինիկ ճնշումներ էին ու շատ ավելի վտանգավոր, երբ մենք դեռևս Արցախում էինք ու օկուպացված Արցախում էինք, հա, մենք Արցախում հիշում եք, իրենք այստեղից խոսում էին, որ մեզ այո, ոչինչ, թող մենք ցեղասպանվենք, որպեսզի այստեղ իրենց ասելով փրկվի 3 միլիոնը կամ այո, դա Ադրբեջան է եւ այնտեղ պիտի մենք ապրենք ադրբեջանցիների հետ, այսինքն շատ ավելի զզվելի ճնշումներ են եղել այդ առումով։ Տեղահանվելուց հետո դուք այո, նույնիսկ ականատեսն եք լինում, ինչ Աշճանի են եւ ինչ հանրային իրենք, հա, այսպես ալիք են առաջացնում նաև իրենց երբեմն այդ ճեպազրույցները, երբեմն նաև հայտարարությունները։ Ես որպես ազգային ժողովի պատգամավոր կոնկրետ իմ անձի նկատմամբ, որպես այդպիսին, որի մասին ես չեմ խոսել կամ ուղիղ բռնություն չի եղել։ Հետևաբար ես մնացածը երևի ամեն մեկը այդ առումով առանձին պիտի ասի, բայց ընդհանուր ճնշումը օրինակ, հա, վերջերս ազգային ժողովի նախագահ Հայաստանի Հանրապետության 2 անգամ չզլացավ, խոսեց հենց այդ մասին, էլի մեղավորներ կարգելով Արցախի իշխանություններին, որ իբրև թե այն բոլոր սադրանքները, որ տեղի են ունենում Հայաստանի սահմանին, ինչը ի դեպ տեղի է ունենում 2021-ից սկսած առնվազն, դրա մեղավորությունը մերն է, որովհետև մենք ընտրել ենք ազգային ժողովի նախագահ եւ պատրաստվում ենք ընտրել Ադրբեջանն էլ տեսնում է եւ հարձակման է դիմում եւ 2021-ից սկսած անընդհատ կրակոցներ կան սահմանին, ի դեպ մենք կարծես թե այդ ընթացքի մասին չենք էլ խոսում, հանրային որևէ այդպես հնչեղություն էլ չունի, բայց օրեր առաջ ներքին հանդում էլի կրակել էին։ Դեռ իրենք մեղավոր էս առումով չեն կարգել, լռում են այդ ուղղությամբ եւ ընդհանրապես խնդրել են, որպեսզի Ադրբեջանը հետաքննություն անցկացնի։ Հետևաբար հասկանալի է, որ սրանք հերթական կեղծ, ինչ որ ցուցադրական, անհիմն, ինչպես ասեմ, դատարկ տակառների զնգոց են, որը իրականությունը ուղղակի իրականությանը չի համապատասխանում։ Շվեյցարիայի մասին խոսենք, որովհետև այդ կոնֆերանսը, որ համաժողովը, որը տեղի ունեցավ Շվեյցարիայում, որի մասնակցում էր նաև ամենայն հայոց կաթողիկոսը, որոնց արձագանքի արժանացավ եւ հաջորդեցին դրան արդեն կոնկրետ հայտարարություններ Փաշինյանի կողմից վեհափառին ուղղված։ Ի վերջո, ինչ կարևորություն ուներ այդ համաժողովը, արդյոք դա զուգադիպություն էր, ինչպես իշխանությունն է պնդում, թե իրականում այո կապ կար դրա մեջ, որովհետև արցախցիների վերադարձի իրավունքների մասին էր խոսել վեհափառը Շվեյցարիայում։ Դեռևս դա սկսվել է դեկտեմբեր ամսից 2024-ի, երբ սկսվեց համագործակցությունը Շվեյցարիայի դեռևս Ստորին պալատի հետ, խորհրդարանի, եւ ի զարմանս մեզ, իրականում այո իրենք ընկալեցին, ընդունեցին եւ այսպես դաշտ գնաց արցախցիների վերադարձի մասով կարգավորումներ, այսինքն համաձայնվեց Շվեյցարիան նաև իր դիրքորոշումը արտահայտել եւ իր աջակցությունը այդ առումով ցուցաբերել։ Իդեպ շատ անլուրջ էր վերաբերվում հենց Հայաստանի վարչապետը, հիշում եք այդ ժամանակ ինքը Շվեյցարիայում էր, իբրև թե հանդիպել էր հայ համայնքի հետ, մեզ համար շատ տարօրինակ էր, որտեղ հայ համայնքը այդ ժամանակ շատ ակտիվ աշխատում էր հենց, որպեսզի այդ հարցը մտներ Շվեյցարիայի խորհրդարան եւ ինձ համար կոնկրետ անհայտ էր այդ ովքեր էին այնտեղ նստած հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք որևէ կերպ առնչություն չունեին։ Իդեպ շատ ակտիվ է հայ համայնքը Շվեյցարիայի եւ շատ այսպես հայամետ ազգային համայնք ունենք այնտեղ, այնպես որ ես չգիտեմ ինքը ում հետ էր հանդիպել, որ տեղեկացված չէր այդպես էլ հիշում եք հետո մամլոասուսի ժամանակ ինքը հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ, ինչի մասին է խոսքը։ Հետո դրա ընթացքը մենք տեսանք։ Արդեն մարտ ամսին գնաց վերին պալատ եւ ի զարմանս երևի հենց իշխանությունների Հայաստանի, իհարկե մենք շատ սրտի թրթիռով էինք սպասում, որտեւ այդ ժամանակահատվածում այո Շվեյցարիայի վրա կային ճնշումներ Ադրբեջանի կողմից, բայց իբարս, հա, հենց իրենց այո ընդունվեց, միաձայն ընդունվեց, որ պետք է ստեղծվի հարթակ, ֆորում պիտի տեղի ունենա, որտեղ պիտի քննարկվի արցախցիների վերադարձի հարցը եւ ի պաշտպանություն այդ իրավունքների եւ հետագայում այդ ժամանակահատվածը իրենք որոշեցին եւ որպես առաջադրանք տվեցին հենց իրենց կառավարությանը, պիտի Շվեյցարիան որպես հարթակ այնտեղ հանդիպեն Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, որտեղ եւ կքննարկվի այդ հարցը։ Իհարկե սա լուրջ ընթացք
իհարկե, որովհետև Շվեյցարիան դեռևս առաջին անգամն էր սա, որ անդրադարձավ ընդհանրապես հայկական հարցին։ Մի անգամ, եթե չեմ սխալվում, 2003 թվականին է նման բան եղել, ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, այն էլ ստորին պալատից հետո վերին պալատը չի ճանաչել դա։ Այսինքն սա առաջի դեպքն էր, որ այսպես հզոր արձագանք։ Բնական է անհանգստացրեց Հայաստանի իշխանություններին դրանից հետո կաթողիկոսը եւ դա շատ ավելի այնտեղ միջազգային քրիստոնեական բավականին շատ կազմակերպություններ միացել են եւս սրան եւ կարծես թե ինքը օրակարգային լուրջ հարց է դարձել հենց Շվեյցարիայում։ Իհարկե անմաս հենց դրա այսպես առաջնորդը հայ համայնքն է Շվեյցարիայի ու ինչպես նաեւ մեր հանձնախումբը, որը ստեղծվել է Վարդան Օսկանյանի գլխավորությամբ այդ հանձնախումբը Պես որ սա բավականին լուրջ աշխատանք է, ինչը անհանգստացրել է իր պայմանավորվածությունների Դուք կարծում եք վեհապարի շուրջ այս աղմուկը այս ամենի հետևանքն է նաև։ Ոչ միայն դա, իհարկե դա նաև։ Որովհետև Աննա Հակոբյանը գրել իր էջում, ինչու է գնացել Շվեյցարիա, ում եք հետ տանում եւ այլն։ Նկատի ուներ արցախցիներին, ում եք ապահով հետ։ Գիտեք, այստեղ նաև այդ կնոջ դերակատարությունն է շատ այսպես ազդեցիկ է տառումը, որովհետև որևէ առանց քաղաքական պատասխանատվություն կրելու այդ կինը ստացվում է քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանի Հանրապետությունում եւ սա արդեն հասել է այլասերվածության, երբ իշխանությունները նման բառապաշարով, նման բառամթերքով քո հոգեվոր հենքը փորձում են կոտրել, ջարդել, հա, չգիտեմ, երևի իրենց թվում է, որ իրենք հաջողել են, չեմ կարող ասել, բայց փաստ հունիսի 22-ի ուխտագնացությունը Էջմիածին, ես կարծում եմ դա բավականին լուրջ ցուցադրություն էր հենց այս իշխանություններին, որ դա յուրաքանչյուրը թեկուզ բնազդով, հա, եւ Աստծո հետ իր կապով իրականում որպես քրիստոնյա հասկանում է, որ դա իր այն ամենակարևոր հենքն է, որ եթե իր մեջքից, ոտքերի տակից, ամեն կողմից հանկարծ հեռու տարան վերջ կործանված է, յուրաքանչյուրն է կործանված եւ սա հասկանալով հենց ժողովրդի ինքը պահելու է դա։ Այստեղ իրենք չեն հաջողելու եւ ես ամեն անգամ հետևում եմ ժողովրդի ռեակցիան, հա, իրենց այդ գրառումներին, իրենց այդ պահվածքին, չգիտեմ իրենք ինչ տեխնոլոգիա են կիրառում, ինչքանով են իրենք չափել դրա արդյունավետությունը, բայց ես վստահ եմ, որ այստեղ հենց ժողովուրդը ուղղակի թույլ չի տալու, որ իրենք կարողանան անել կամ այն ամենը ինչի հետևից գնում են եւ եթե երբեմն իրենք արդարանում են ասել, որ դա եկեղեցու դեմ չէ, այլ որոշ եկեղեցու ծառաների, ես ասեմ, որ իրականում քրիստոնյան որևէ իրավունք չունի դատելու կամ դատապարտելու որևէ մեկին յուրաքանչյուրին իր ու Աստծո գործն է եւ հետեւաբար առավել եւս մարդ ով այսօր իր խղճի իր մեղքն է, որ ունենք մի քանի անգամ մեծացած Եռաբլուր, ունենք եղբայրական Պանթեոն մի քանի անգամ մեծացած, ունենք հանձնված Արցախ, ունենք Հայաստանի սուվերեն տարածքներ հանձնված եւ ունենք հարյուրավոր Աստծո տաճարներ, եկեղեցիներ, որոնք այսօր գերության մեջ են եւ պղծվում են հրոսակների կողմից, քոչվոր ցեղի կողմից, իսկ ինքը լուր նստած հետևում է այդ ամենին եւ միգուցե իր հոգ-խորքում ցնծում է, այնպես որ իր պահվածքը ոչ քրիստոնյայի է, որ ասես եկեղեցու դեմ չեմ եւ կարելի է ուղղակի հետևություն անել, այո, ինքը ոչ թե հոգեվորականների հետևից է գնում, այլ գնում է կոնկրետ եկեղեցու հետևից։ Իսկ վերադարձի հետ կապված ինչ սպասումներ առհասարակ դուք ունեք, որքանով է դա իրատեսական, որովհետև այսպիսի կարծիք էլ կա, որ ընդդիմությունը այո կարող է խոսել, պահանջներ ներկայացնել, բայց ամեն դեպքում պատասխանատվությունը իշխանությանն է եւ իշխանությունը տեսնում է, որ այդ հնարավորությունները չկա։ Ինչ կարգավիճակով եք վերադառնալու, ինչ է լինելու, ով է տալու անվտանգության երաշխիքներ, այս ամեն ինչը շատ այպես ուրվագծված չի ամեն դեպքում։ Այս իշխանությունը շատ լավ տեսնում է վերադարձի հնարավորություն, ինքը մեզի շատ լավ գիտի այդ հնարավորությունները։ Այլ հարց է, որ այս իշխանությունը ամեն բան անում է, որ դա տեղի չունենա, որովհետև եկեք արդեն պարզ խոսենք, հա, շատ շատերը բնութագրում են իշխանության ղեկավարին, որ
հոգեկան հավասարակշիռ վիճակում է կամ չգիտեմ ինչ ոչ, ամեն ինչ շատ հաշվարկված է, մեր առջև լրիվ ամբողջությամբ առողջ, գեր-առողջ, բոլորից առողջ մարդ է կանգնած, ով շատ լավ գիտի, որ շարժումը, որ ժեստը, որ բառը ինչի համար է ասվում, դա ինչ հետևանք պիտի ունենա, եւ վերջին ժամանակներում նաեւ այո, գործարարների այս աղմկահարույց ձերբակալությունները, եկեղեցու հետևից ընկնելը, սա նոր աղետի հայտարարությունն է, սրանով շեղվում է ժողովրդի ուշադրությունը, որպեսզի հասկանալի լինի ինչը տեղի ունենալու եւ այս ամենի մեջ կա այդ հստակ պայմանավորվածությունը, հա, որ վերադարձ Արցախի հարցին պիտի չլինի, դա իր պարտավորությունն է, որը ինքը պիտի կատարի եւ դա է իր իշխանությունը պահելու հիմքը նաեւ, հա։ Բայց կա հնարավորություններ, դուք ասում եք կա։ Իհարկե կա, եւ ասեմ ինչու են իրենք հիստերիայի մեջ ընկնում, այսպես չակերտավոր հիստերիա, որտեղ դա իրականում մարդկային հիստերիա չէ, ինչու են ընկնում, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ ի վերջո կամած այդ արահետները բացվում են եւ քիչ թե շատ իրենք ճանապարհ են դառնում դեպի միջազգային հանրություն, դեպի միջազգային դերակատարներ, որոնց հետ նաեւ այո, երբեմն հնարավորություն ենք ունենում մենք շփվել, նույնիսկ ուղիղ շփում ունենալ։ Շատ ավելի ազատ կարողանում է այդ շփումը ունենալ հանձնախումբը, մեր լիազորած, ինչպես նաև այլ ազգանպաստ գործունեությամբ զբաղվող գործիչներ, դերակատարներ, որոնք սփյուռքում են, որոնք ունեն դերակատարություն այդ երկրներում։ Եվ այդ ամենի արդյունքում մեզ համար այսպես պատկերը լրիվ բացվել է, որ շատ երկրներ եւ արդեն ըստ իս համարյա բոլորը չեն կարող հերքել եւ չեն էլ հերքում մեր իրավունքը, վերադարձի իրավունքը։ Բայց ինչ անվտանգության երաշխիքներով, ինչպես։ Այո, խոսենք նաեւ դրա մասին։ Որովհետեւ եթե հնարավոր լիներ ապրել, դուք չէիք թողնի եւ գայիք։ Իհարկե, տեսեք, բոլորս շատ կարևորում ենք այն հանգամանքը, որ այսօր միջազգային հանրության մեջ կա վերադարձի մասին խոսույթը։ Դա շատ կարևոր է եւ դա տաք է այսօր կա։ Եվ որևէ մեկը չի հերքում քո իրավունքը, քո բնորանում, քո տանը ապրելու։ Դա ամենակարևորն է, որ մենք ֆիքսել ենք առ այս պահը։ Հաջորդը, երբ անցնում է արդեն հաջորդ փոլը խոսակցության, բոլորս հասկանում ենք, որ մենք արդեն հասնում ենք այն սահմանին, երբ խոսում ենք բանակցային գործընթացի մասին։ Իսկ բանակցային գործընթացը բնական է տեղի չի կարող ունենալ այդպես ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ, նույնիսկ եթե դրանք բավականին լուրջ դերակատարների հետ են կամ որոշումներ կայացնելու ունակ դերակատարների հետ են, որովհետև մնացածը կարող է տեղի ունենալ բանակցային սեղանի շուրջ, երբ կա հստակ ձևավորված օրակարգ։ Եվ բոլորս գալիս ենք այն մտքին, որ այո, դա կարող են անել իշխանությունները միայն։ Եվ բոլորը գալիս են այն մտքին, ու դա սկսվում է ոչ թե մեզնից, այլ մեր դիմաց նստածներից, որոնք միանշանակ փաստում են, որ այս իշխանությունները, ներկայիս իշխանությունները պատրաստ չեն կամ եթե առաջարկը կա, ապա իրենք մերժում են ցանկացած առաջարկ խոսել արցախցիների վերադարձի մասին։ Հետևաբար, մեզ մնում է մեկ հետևություն, չկա երկրորդ ճանապարհը, որ այս իշխանությունները խոչընդոտ են իրականում մեր նպատակին հասնելու համար, մեր իրավունքների մասին խոսելու համար, այդ երաշխիքները ձեր ասած ստանալու համար բանակցային գործընթացի արդեն ժամանակ, հա, Այսինքն միայն իշխանապողությունից հետո է հնարավոր դարձնել օրակարգային հարց։ Դե ես չեմ կարծում, որ այս իշխանությունները խելքի կգան ինչ-որ մի օր։ Այս իշխանությունները ինչքան հնարավոր է արդեն ամեն ինչ վառել են, վերացրել են իրենք շուրջ բոլորը հնարավորություն իրենք չունեն հետ վերադառնալու այլևս եւ այրել են բոլոր կամուրջները հենց իրենք։ Այսօր չունեն իրենք։ Իրենք վտանգ են տեսնում, ասում են, որ ձեր վերադարձի մասին խոսվի, ադրբեջանցիներն էլ կուզենան գալ Հայաստանում ապրել, իհարկե այդքան էլ համեմատությունը տեղին չէ, բայց այդպես են հիմնավորում։ Տեսեք, իրենք վտանգ այո տեսնում են եւ այդ վտանգը զուտ իրենց իշխանությանն է վերաբերվում։ Այս մարդիկ հատել են բոլոր կարմիր գծերը, անցել են բոլոր սահմանները, ինչու, որովհետեւ պահում են իշխանությունը։ Մյուս առումով չկա վտանգ։ Տեսեք, չեն խոսում, չէ՞ իրենք արցախցիների վերադարձի մասին, ընդհանրապես չեն խոսում, շուտով 2 տարին կլրանա, ընդհանրապես չկա օրակարգում, չէ՞ նման բան։ Հանդիպում են արդեն երկկողմ հանդիպումները կա Թուրքիայի հետ, կա Ադրբեջանի հետ, առանց երրորդ երկրի։ Այդ հարցը առհասարակ ընդհանրապես որևէ կերպ չի շոշափվում, բայց արդեն
Թուրքիայում ձևաչափ ունեն, չէ, արտաքին գործերի նախարարների թուրքական աշխարհի արդեն քննարկումը տեղի է ունեցել, արդեն Թուրքիայի մակարդակով, որպես հարթակ Թուրքիան հենց հանդիպումից հետո, այո, որ պիտի ադրբեջանցիները վերադառնան, ձևավորվի արևմտյան Ադրբեջանը եւ ադրբեջանցիները ապրեն իրենց իբրև թե պատմական հայրենիքում։ Դուք տեսեք ինչքան է այս ամենը խորացել ու ուր է հասել, սա արդեն ձևավորված օրակարգ է, որը ես կարող եմ հանգիստ հետևություն անել, որ իրենց երկխոսության ժամանակ սա որպես օրակարգային հարց է եղել, որից հետո պատահական չէ, որ նման հայտարարություն է արվում, հա, հենց Թուրքիայում։ Սա է իրենց օրակարգը։ Եվ ի վերջո, եկեք չմոռանանք, որ նախ որևէ տեղեկատվություն պաշտոնական այդպես էլ չտրվեց Թուրքիայից, բացի Հայաստանի Հանրապետության վարչապետի, այսպես մի քանի նախադասությունով ասվածից, որը նորից ես կարծում եմ շատերի մոտ այսպես հիշողություններ առաջացան դրանից, խոսեց, որ սկսել են զրոյական կետից, հիշեք Արցախի զրոյական կետը կամ բանակցային գործընթացի, եւ խոսեց, որ հավատարիմ է Պրահայի իրենց բոլոր պայմանավորվածություններին։ Գոնե Պրահայի պայմանավորվածությունների մասով մենք շատ լավ գիտենք այդպես ամենամեծ են դավաճանական, որ կարելի էր բնութագրել որպես իշխանություն, Արցախի ճանաչումը եւ որը իր շարքը տանելու էր, հա, հերթական այդպես հանձնումների, զիջումների, այստեղ արդեն փոխադարձ զիջումների մասին չէ խոսքը եւ հավատարիմ մնալ Պրահայում տեղի ունեցած պայմանավորվածություններին, ես եթե չկա այլևս Արցախի հարց իրենց միջև բնական է դա արդեն վերաբերում է Իրենք պետք է ճանաչեն ըստ էության նաև Հայաստանի Հանրապետությունը, որը չի ճանաչվում։ Այն քառակուսի կիլոմետրով, որ նշված է 29743 քառակուսի կիլոմետր։ Տեսեք, Թուրքիան, Ադրբեջանը հստակ դնում են իրենց պահանջները, տարածքային պահանջներ ընդ որում։ Հա, արդեն տեսեք երկրորդ պլան է անցել սահմանադրություն, այն մնացած, իրենք կոնկրետ ունեն տարածքային պահանջներ Հայաստանից, չեն թաքցնում, ուղիղ են ասում այդ մասին, որովհետև բերել իբրև թե ադրբեջանցիներին ձևավորել արևմտյան Ադրբեջան, որտեղ իրենց պատմական հայրենիքն է պիտի ապրեն, դա արդեն տարածքային պահանջ է, որը իրենք ձևավորել են, հա։ Բայց տեսեք, դրան զուգահեռ Հայաստանի Հանրապետությունը որևէ հարց ընդհանրապես չի բարձրացնում ոչ արցախցիների հետ կապված։ Մենք շատ ենք վերջերս քննարկումներ ունենում, տեսեք, տարբեր կառույցներ են ստեղծվել, հա, թե Արցախյան, թե Հայաստանում արցախցիների իրավունքների պաշտպանության շատ կան այդպիսի կառույցներ։ Մի մասը ցավոք սրտի իշխանական թևի տակ գտնվող, որը շեղում է իրական օրակարգից, բայց որևէ կերպ չի խոսվում, օրինակ, արցախցիների կրած վնասների մասին այս մոտ 2 տարվա ընթացքում, որ մեկը ես օրինակ իմ տունը Արցախում եւ ես այսօր զուտ ֆինանսական խնդիրներ ունեմ, որովհետեւ իմ տունն այնտեղ է, ես այստեղ ստիպված եմ, հա, ապրել այլ կերպ, այլ ձև, որը ավելի շատ ծախսեր է պահանջում, հետեւաբար մենք բոլորս ունենք ֆինանսական խնդիրներ, մի մասի տները քանդած են, մի մասինը հիմնահատակ վերացված է, եւ նույնիսկ այսպիսի հումանիտար պահանջներ այսօր այս իշխանությունները ի վիճակի չեն դնելու այն պարագայում, երբ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կան հստակ տարածքային պահանջներ։ Այսինքն սա է իրենց երկխոսության արդյունքը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում է Արդարություն եւ Վերադարձ հասարակական կազմակերպության համահիմնադիր Պետաքսե Հակոբյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։